Բարև ձեզ հարազատներ ջան, ձեր հետ խոսում է Rafon Smart Profit YouTube-յան ալիքից։ Նախ ուզում եմ բոլորի շնորհավորեմ, որ Bitcoin-ը գրանցել են նոր օրտեմայ։ Ուրեմն ինչի մասին է այս վիդեոն, տեսեք վիդեոյի վերնագիրը altcoin-ների միֆ։ Ինչի եմ ուզում altcoin-ների միֆ անվանեմ, ինչի անվանվում այս վիդեոն altcoin-ների միֆ, որովհետև այս պահին բոլոր բլոգերները, մի հատ sense կարծիք են արտահայտել ու բոլորի մոտ էդի տպավորվել է, էդի ֆիքսվել է, որ տենց է, այսինքն ինչ կարծիքի մասին է խոսքը, Bitcoin-ը եթե իր պատմական մաքսիմումը կամ Bitcoin-ը լավ բարձրանում է գինը, հասնում է ինչ-որ ֆիքսված գնի, որ արդեն էլ դրանից են կողմ չի բարձրանալու Bitcoin-ը, մարդիկ Bitcoin-ը վաճառում են, ովքեր որ ունեն Bitcoin-ներ, չգիտեմ, մեծ քանակի Bitcoin ունեցողները վաճառում են Bitcoin-ները ու այդ լիկվիդնեսը մտցնում են altcoin-ների մեջ, մեր altcoin-ների մեջ։ Հիմա այս կարծիքը, իմ կարծիքը սրա մասին, որ էսի ուղղակի մարքեթինգային քայլ է, մարդիկ ուզում են լիկվիդնես մտցնեն Bitcoin-ի մեջ, այս altcoin-ները զուտ դրա համար է ստեղծված, ժողովուրդ, եթե altcoin-ի վրա չկա տեխնոլոգիա, չկա ինչ-որ հստակ պրոյեկտ այդ altcoin-ի հետևում կանգնած, ուրեմն այդ altcoin-ը զուտ մանիպուլյացիայի համար է ստեղծված։ Հիմա ապացուցեմ ասածս, տեսեք, ես եթեմ եմ ժամանակի մեջ հետ, սա մեր բիչի ցիկլի սկիզբն է, այսինքն տեսեք, սա մեր բիչի ցիկլի սկիզբն է, այսքան մենք ունեցել ենք, այս բարձրությունը մենք ունեցել ենք, ապահովել ենք, սա մեր անցած բիչի ցիկլի ավարտն է, այսինքն անցած բիչի ցիկլը ավարտվել է նոյեմբերի 10, 9, տենց, 9-10, այդտեղից ավարտվել է Bitcoin-ի բիչի ցիկլը, այսինքն այդտեղից սկսել է մեդվեժի ցիկլ, գինը սկսել է կոնկրետ նոյեմբերի 9-ից, 8-ից, 10-ից սկսել է իջնել մինչև մինիմումները, $15,000, $16,000, ուրեմն ֆիքսեցիք, ճիշտ է, մեր քանի օր է աճել, մեր Bitcoin-ը, մեր պատմական մաքսիմումը նոյեմբերի 10-ին, լավ է, այս 3 մոմը հաշվենք, լավ, գինը բարձրացել է, նոյեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը, լավ, կոպիտ հաշվարկում կհարցնեմ, նոյեմբերի 9-ից նոյեմբերի 6-ից նոյեմբերի 10-ը, հիմա մտնում ենք Ethereum, մեր նույն գրաֆիկը նայում ենք Ethereum-ի վրա ժողովուրդ, ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում։ Նոյեմբերի խնդրեմ 3 մոմ, նոյեմբերի 6, 7, 8, 9, 10, այսինքն անցած այս ներքևում նայեք, ներքևում օրը գրում է, էլի, անցած ստեղել մաքսիմում գինն է գրում, անցած բիչի ցիկլի ժամանակ, մեր Ethereum-ի պիկը ելել է $4,863, նոյեմբերի 10, հիմա ինձ ասեք, որտեղից է ստեղ ինքը Bitcoin-ը վաճառել են, մտցրել են altcoin-ների մեջ, այսինքն Ethereum-ի մեջ կոնկրետ այս բային, Ethereum-ը ստեղից է սկսել աճելը, ոչ, Ethereum-ը ստեղից սկսել է իջնել, մեր Ethereum-ը սկսել է աճել ստեղից,
հուլիսի 21-ից կոնկրետ, որ $1700 է ելել։ Սրանից առաջ էլ այս պահին Bybit-ը պատմություն չունի, այսի մեր մոտ Bybit բիրժայի կոդիրովկայքն չունի, դրա համար չկա։ Եթե ուզում եք ավելին նայեք, կարող դնեք Binance կամ էլ կարող գրեք USD-ով, ինձ թվում է պետք է որ բերի։ Գնացինք Solana-ի վրա, ֆիքսեցինք, չէ՞, Ether-ի վրա չունենք մենք BitCycle, որ Bitcoin-ից liquidness-ը, այսինքն Bitcoin-ը ծախել են $68,000-ով, $69,000-ով, մտցրել են Ether-ի մեջ։ Երբ որ իջել է ամսի 9-ին 10-ին նոյեմբերի 21 թվականի իջել է Bitcoin-ը, այսինքն սկսել են վաճառել, սկսել է Medvej ցիկլ, նույն օրը վաճառել են նաև Ether-ը։ Ether-ի մի մասին է խոսքը։ Հիմա Solana-ն ենք նայում։ Ժամանակի մեջ էլի հետ ենք եթում։ Անցած բիչի ցիկլ։ Մեր պիկը եղել է այստեղ էլի։ Նոյեմբերի 7։ Նոյեմբերի 7-ից մեր Solana սկսել է իջնել, այսինքն պիկը ելել է $260 ու սկսել է իջնել։ Այստեղ մի հատ թեթև մանիպուլյացիա արել է $230, $240, էլի սկսել է իջնել, դեկտեմբերի 2-ին 3-ին։ Այսինքն տարբերությունը մի ամիս։ Պատկերացրեք, ստե liquidness ես չեմ համարում, որ liquidness է, որովհետև մեր բիչի ցիկլը ավարտվել է ստեղից Bitcoin-ի համար։ Bitcoin-ն էլ ունեց այսպես կարեկցիա կարճաժամկետ, բայց մենք հստակ տենում ենք ժողովուրդ, որ ստեղ չկա այն տրենդը, որ ասում են altcoin-ների վրա փողը դնում են, altcoin-ները տրակցնում են վերև, հասկանում ենք, այսինքն ստեղ մեզ զուտ անալիզ է պետք անել, ուրիշ ոչ մի բան, ժողովուրդ։ Ավաքս։ Սա հիմա հաթաթ կնենք, որը ունի պատմություն, անցած բիչի ցիկլից ունի ինքը պատմություն, նայենք։ Նոյեմբերի 15, լավ, նոյեմբերի 15, ավաքսը կոնկրետ խփել են ներքև, այսինքն մինչև նոյեմբերի 15, Էլի նույն բանը ժողովուրդ, այսինքն ինքը նայեք $1000-ից համերը, $1000-ից իջել է, հասել է մինիմում, այսինքն ուր է հասել, $90, $100, 10 անգամ գինը ընկել է ավաքսի։ VIF-ը մեր 24 թվի coin-ը, չունի պատմություն, տոն 22 թիվ XRP 21 թիվ նոյեմբեր 8, խնդրեմ ժողովուրդ, նույնիսկ տեսեք XRP-ին նոյեմբերի 8-ին ավելի ներքև այլ, այսինքն դրանից առաջ միջև բիչի ցիկլի ավարտ ավելի մեծ է, շատ է իրա գինել է, սեպտեմբերի 6-ին ավելի բարձրել է, քան նոյեմբերի 9-ից հետո։ Ֆիքսեցինք նոյեմբերի 9-ից նոյեմբերի 8-ից հետո սկսել է գինը իջնել է, ինչ բիչի ցիկլի մասին է խոսքը, ինձ մեծ ցույց տվեք, այսինքն Bitcoin-ը վաճառել են, liquidness-ը մտցրել են altcoin-ների վրա, altcoin-ների գինը սկսել է իջնել, հա, ես երևի ուրիշ գրաֆիկ եմ բացել ստե։ Dogecoin։ Ես չեմ հասկանում, այսինքն liquidness-ը մտցնում են, գինը իջնում է, օկտեմբեր, նոյեմբեր։ Տեսեք, օկտեմբերի 25-ին Dogecoin-ի գինը նայեք, իրան պատմական մաքսիմումը ստել է, նոյեմբերի 8-ին սկսել է իջնել է ինքը էլի սկսել է իջնել, այսինքն ինքը արդեն դրանից մի քանի օր առաջ, մի ամիս առաջ սկսել է իջնել է գինը Dogecoin-ը։ Notcoin, Sui-ն էլի թազա coin-ը 23 թիվ, MNT-ն թազա, Shiba Uno 21 թիվ նոյեմբեր, խնդրեմ, liquidness-ը մտեստե, ամսի 8-ին բիչի ցիկլը վերջացել է, liquidness-ը մտե, ժողովուրդ, ուր է մեր կանաչ մոմերը Shiba-ի, ես չեմ տենում ստե,
24 թիվ չեմ տենում ստեղ, ես լիկվիդնես որ ելելա վերև դոտ ստեղ ամսի քանիսն է նոյեմբերի 8 էլի նոյեմբերի 8 նոյեմբերի 8-ից սկսել է գինը իջնել է ժողովուրդ սենց ես կանամ բոլոր քոինները բացեմ բոլորը ստենք պրոստը իպը թազայ ատոմ լավ ատոմը նայեմ նոյեմբերի հունվար յանվար նոյեմբերի 8-ին նոյեմբերի 8-ը իր այսօրն է լավ ընդունենք լավ այս մեկ օպեկը այս մեկը ես չէի տեսը մալադեց տեսեք ատոմը կոնկրետ ատոմի պրոյեկտը դե ատոմը մենք գիտենք որ լուրջ պրոյեկտ է մարդիկ բիտկոինները ծախել են ատոմի պրոյեկտի մարքետ մեյքերները այսինքն ով որ ատոմը ստեղ ես ձեն չանեցի ժողովուրդ գինը իջել է հետո բարձրացել է վերև լիկվիդնեսը մտել է շուկա բարձրացել է վերև ընդհանրապես ձեն չանեցի սենց եթե ելնեն ալտկոինները սենց պետք է ելնի ժողովուրդ լիկվիդնես այսինքն ինքը տեսեք ստեղից սկսել է մեդվեժի ցիկլը իջել է մինչև ներքև դեկտեմբերի 13 ստեղից արդեն լիկվիդնեսը մտել է ատոմի մեջ ու սկսել է բարձրանալ մինչև պիկը հունվարի 3-ին արդեն իր պիկն է ելել այսինքն ինքը $21-ից հասել է $44 2x արեն տամել ու 2x արե ժողովուրդ դուք մի մտածեք որ այտենց միֆեր եմ պատմեմ եթե ինքը մտնեմ 20x անեմ 30x անեմ 100x անեմ չկա դες բան դրանք միֆեր են բացեք գրաֆիկ նայեք ժողովուրդ բացեք ձեր բիրժայի մեջ պետք չի անպայման չի տրեյդինգ վիով նայեք բացեք բիրժայի մեջ գրաֆիկ նայեք ասեք որը coin ուզում եք նայեմ որ coin-ը BNB-ն խնդրեմ մարտ նոյեմբերի 8 խնդրեմ ժողովուրդ նոյեմբերի 1-ը սկսել է էլի իջնել է BNB-ն ինչի մասին է խոսքը վերջ ես իմ ասելիքը ասեցի մնացած թողում եմ ձեզ հիմա ես մեկ ուրիշ էլի թեմայով եմ ուզում խոսամ նախ լիքը մարդիկ կան որ ասում են ես ասում եմ պետք է իմ կարծիքը ժողովուրդ իմ կարծիքը եթե ես տեսա որ բիտկոինը all-time high-ը անցավ այսինքն այսօր all-time high-ը անցավ ինչ եմ տենում ես ստեղ ժամանակի մեջ հետ եմ էլի հետ ենք մենք տրեյդինգով ենք զբաղվում մենք գուշակությամբ չենք զբաղվում մենք պրոստ տենում ենք պատմության վրա ինչա տեղի ունեցել ոնց է աշխատել գրաֆիկը փորձում ենք հիմա նույն ձևի հիմա այդ որոշումները կայացնել ես իհարկե պատերներին չեմ հավատում տեսեք հիմա ստեղ ինչ պատերնա գծե մեր մոտ վերև ներքև բիչի ցիկլ այսինքն նսի կոչվում է դվայնոյ վիրշինը մեր մոտ գծել է դվայնոյ վիրշինը ստե երկու այսինքն գագաթ Այսի անցած բիչի ցիկլն է, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը։ Այսինքն տարբերությունը մեր մոտ ժողովուրդ եղել է ինչքան 66900 մեկ էլ 68900 ինքն $2000 տարբերություն է եղել Հիմա ես ձեզ պատմում եմ ինչա տեղի ունեցել ստեղ ու ինչա տեղի ունենում հիմա այս պահին երբ որ բիտկոինը
հասել էր ստեղ 52000, ստեղ այն որ ստեղից թանկ առել է, էժան ծախել է, այսինքն ինքը համբերատար չի գտնվել, վաճառել է էժան։ Տեսեք, ստեղից գինը աճել է, հասել է պատմական, մենք պատկերացնում ենք, որ մեր գրաֆիկի այս հատվածը չկա, ժողովուրդ, չունենք այս գրաֆիկի այս հատվածը, հասել է պատմական մաքսիմումի։ Ստեղ էլի նույն ձևի բլոգերների միջոցով ասում են հեսա բիտկոյն ելնելու $150,000, $300,000, ստեղ մարդիկ սկսում են առնելը, ինքն գին էլի թեթև իշտնում է, էլի վաճառում են, այսինքն ստեղ մարդկանց գումարները վերցնում են իրաց ձեռից, այդ բիտկոյնը թանկով առել են, էժանով ծախում են։ Այդպես չի կարելի անել, որովհետև այդպես դու մարքեթ մեյքերի համար ես աշխատում, կոպիտ ասած։ Նույն ձևի ստեղ երկրորդ վերջինը հասել է վերև, էլի նույն ձևի ստեղ մարդկանց քրաշել են կոպիտ ասած ու սկսել է մեդվեժի ցիկլ։ Ստեղ բոլորը ով որտեղ առել է, այսինքն ստեղ էժանով սկսել են ծախել, թանկով առել են, դուք պատկերացնում եք այս հայերի վրա ինչքան մարդը առել, այսինքն ստեղ կոնկրետ կազմակերպություններ չեն եղել, որ ստեղ առնեն։ Դրա համար մեր անցած բիչ ցիկլի, այսինքն այս գագաթից գագաթը մեր մոտ տևել է ընդամենը քանի օր, գագաթը տևել է 21 օր, գագաթից գագաթը։ Հիմա պատկերացրեք մեր մոտ, հիմա այս պահին ֆիքսեցինք, ճիշտ է, տվայնը վերջինա մեդվեժի ցիկլ, որտեղից է սկսել։ Մի հատ էլ մենք կարանք սիրուն գիծը քաշում ենք, հասկանում ենք, որ տեսեք ես մեր մոմը պրաբոյ արե ներքև, լիկվիդացիա արե բոլորին, լիկվիդացիա արե կոնկրետ, վաճառել են, որ մեծ չափի լիկվիդացիա արե ստեղ։ Всё, մենք ֆիքսեցինք, որ եթե այս գիծը 1, 2, 3 իջավ, ինքը միանշանակ մեդվեժի ցիկլ է։ Այսինքն altcoin-ները մենք ստեղից պետքա ֆիքսած լինենք։ Եթե մենք ստեղ չենք ֆիքսի altcoin-ները, ուրեմն ստեղ ֆիքսելը արդեն ուշ է, արդեն ուշ է։ Պատկերացրեք ժողովուրդ։ Բայց եթե ստեղ էլ ֆիքսեք altcoin-ները, էլի եկամուտի վրա գտնեք, որովհետև մարդիկ միջև ստեղ հասել է գինը, մարդիկ միջև ստեղ հասնելը, հələ դեռ հավատում էին կուրորեն, որ հələ altcoin-ները հələ թռնելու են վերև, որտես պետքա թռնեին, ստիպված իրանք արդեն վաճառել են ստեղ, հետո մի քիչ բարձրացել է գինը, էլի սկսել են առնելը ժլատաբար, ծախել են ստեղ կամ ստեղ։ Պատկերացրեք, մեր մեդվեժի ցիկլը, այսինքն պաշտոնապես հայտարարվել է ստեղից, որ ինքը ստեղից արդեն, որ մենք սովորական են տրեյդերները, որ կոպիտ ասած սիգնալը մեր ստեղից է, որ ինքը էլ չի կարնալու հելնի վերև։ Всё, գնաց եկանք մեր օրեր, ժողովուրդ։ Ես փաստերով եմ խոսում, ոչ մի բան չեմ հորինում։ Տեսեք, քանի որ այնտեղ մեր անցած բիչի ցիկլի ժամանակ համ լիկվիդնեսը քիչել է, համ մարդիկ են քիչել է, օրը մեր քիչ է տևել, այսինքն 14 օր, 24 օր, լավ մի ամիս։ Ստեղ մեր մոտ այդ նույնը, տեսեք, այս դվայնոյ վերջինա, էսի նրա հետ, այսինքն կոպիտ ասած, մեր այս չափը նույն այն դվայնոյ վերջինն, այսինքն էլա վիճավ, բայց մեր մոտ մենք ավելի գլոբալ ենք նայում, որովհետև ստեղ արդեն Trump, չգիտեմ, BlackRock եւ այլ, այդ ինչը որ պաշտոնապես մենք գիտենք, ինչը որ պաշտոնապես չգիտենք։ Լիքը գումարը մտել է սպային ստեղ, լիքը coin-ներ են առել, այսինքն պարզա որ մեր այսինքն գրաֆիկը պետքա ընդարձակվի,
Այսինքն ստեղից հետևություն մենք այնտեղ նայում ենք մի օրանոցով, որովհետև մեր մոտ տևերը մի ամիս։ Այստեղ պետք է նայենք մի շաբաթանոցով, որ ավելի ռեալ տենանք գրաֆիկը մեր մոտ։ Ժողովուրդ։ Ահա եւ իմ ասած տվայնը վերջինը։ Նայեք, ժողովուրդ, նույն ձևի գծում եմ մեր գիծը, այս գիծը, որ ընդեղ եմ գծել։ Այստեղ ինչ եք տենում դուք։ Ես կոնկրետ ստեղ ժողովուրդ։ Լավ, սենց կայնի գծեմ։ Տենում եմ ստեղ տվայնը վերջինը էլի։ Մի քիչ վերև 120,000, 122,000 ու ինքը իշտում է ներքև։ Մի հատ ելնում է ստեղ ռետեստ, իշտում է ներքև։ Всё։ Այսինքն հասկացաք ժողովուրդ ինչա կատարում։ Իշտում է ներքև, դեստեղ շատ իջեցեց մոտ իմաստը էլի, իմաստը պատկերացրեցիք ժողովուրդ, ինչա մեզ սպասում։ Ինչա սպասում, եթե բիտկոինը հասավ իր տվայնը վերջինայի վերջը։ Էսի զուտ վարկածա, բայց այդ վարկածը ստե աշխատել է անցած պիչի ցիկլի ժամանակ։ Առաջի պիչի ցիկլը չեմ նայեմ, որովհետև իմաստ չկա այնտեղ այդքան լիկվիդնես չել է, ինչքան որ ստեղ այլ է, ու ստեղ էլ այնքան լիկվիդնես չել է, ինչքան որ ստեղ այլ է, բայց նմանություն շատ է իրար, շատ է, ժողովուրդ։ Հիմա մենք ինչ ենք անում ժողովուրդ, ֆիքսում ենք մեր մոտ, մեր տվայնը վերջինայի գագաթը 1, 2, այսինքն մեր մոտ ստեղ տվայնը վերջինը ստեղ այլ է նոյեմբերի 8, պիչի ցիկլի ավարտ, ստեղ սկսել է մեդվեջի ցիկլ, altcoin-ները մեր մոտ ստեղ եղել են իրենց պատմական մաքսիմումների վրա, պատկերացրեցիք, ստեղ հիմա մեր altcoin-ները պետք է լինեն իրենց պատմական մաքսիմումների վրա, ժողովուրդ, պատկերացրեցիք ինչ եմ ասում, եթե դուք ստեղից չծախեք ձեր altcoin-ները, սպասեք միջև այս լիկվիդնեսը իշտնի, դուք ծախել եք ձեր altcoin-ները ստեղ, այսինքն այս ժամանակ ժողովուրդ, մտնենք F-յոր կոնկրետ, մեր altcoin-ները այս պահին $2600 F-յորի մասին է խոսքը, ինքը դեռ չի հասել իր անցած պատմական մաքսիմումին, պատկերացրեցիք, այսինքն անցած պիչի ցիկլի ժամանակ այս օրերին ինքը ելել է ստեղ ժողովուրդ, նոյեմբերի 8, ստեղ այլ է, հեսա, հիմա մեր մոտ ստեղ չի հասել, դաժե ստեղ չի հասել, $4000 չի հասել, մենք ստեղ ենք, համայրա ստեղ ենք, լավ ստեղ ենք հաշվում, այս իմպուլսը լս մեզի սպասվում է, ինչքան վաղ է, այս իմպուլսը մեր մոտ, լավ ընդունենք սեպտեմբեր 27, 1 ամիս, 2 ամիս, սպասենք 1 ամիս, 2 ամիս, տենանք կինը կհասնի ստեղ, թե չէ, գոնե մաքսիմումներին որտեղ որ հասել ենք, բայց ինչ չի թվում հասնի, ու բոլոր կոինները, հիմա ասածս ինչա, սպասում ենք, ես կոնկրետ սպասում եմ, տվայնը վերջինը գծեց, սկսեց իջնել է մեր պատմական մաքսիմումը անցած, ասինքն իջավ 109,900-ը, եթե իջավ ներքև, ես իմ altcoin-ները ֆիքսելու եմ, որովհետև հետո էլ չի լինելու հնարավորություն ամենաբարձր գինն է էսի, որ ֆիքսել է ու ասեմ ավելին, լիքը խոսակցություններ կան, որ հաջորդ, այսինքն այս բիչի ցիկլը altcoin-ների համար լինելու է վերջի բիչի ցիկլը, որովհետև altcoin-ները ժողովուրդ Bitcoin-ի մեջ լիկվիդ դստմցնելու համար արտադրված, ստեղծված։ Հիմա լավ, ըստ ձեզի, ստեղծվել է մի հատ, չգիտեմ, coin, օրինակ, չգիտեմ, Shiba Inu, ինքը meme coin է, ինքը իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ժողովուրդ, ինքը չունի իր վրա ոչ տեխնոլոգիա, ոչ մի բան չունի ինքը իր, ասենք, մարդկանց տալու, ինքը պրոստը meme coin է,
Ասենք ըստ ձեզի ինքը սրա տերերը, սրա արտադրողները ինչի համար են այսքան փող աշխատեն ձեզանից, մեզանից, փողը վերցնեն լիկվիդնեսը, մտցնեն բիտկոինի մեջ։ Այսինքն բիտկոին առնեն։ Ինչի համար բիտկոին առնեն, որովհետև բիտկոինը որ հաշվենք, ժողովուրդ, այս Medvedev-ի ցիկլի ավարտից, այսինքն այս բիչի ցիկլի ժամանակ տվելա քանի տոկոս էս պահին 590% մեզ փող ա տվել 590%։ Պատկերացրեցիք քանի 854 օրում ինքը տվել է 590%, 600%, բեզի եկամուտն է տվել բիտկոինը։ Իսկ մարդիկ ստեղ էլի այդ քոինները վաճառ գնե պահել են, այս բոլորը ստեղից մեր սիրուն մարքեթ մեյքերները թողել են պոզիցիաների տակ բոլորին, ստիպված վաճառել են, ով լավ լսեք, հիմա մասնես բան ասեմ, մարդ կա, որ անցած բիչի ցիկլի ժամանակ քոինը առեստեղ կամ ստեղ գինը իջել է, հասել է մինիմումներին, հիմա արդեն բարձրացել է վերև, լուբոյ քոին, էֆիր, սոլանա, որ ինքը ստեղ մնացել է պոզիցիայի տակ, էֆիր, այսինքն այս Medvedev-ի ցիկլի ավարտին, ստեղ առել է, ստեղ մնացել է պոզիցիայի մեջ, միջև հիմա դեռ այդ քոին ունի, որովհետև այդ քոինները չեն հասել իրանց մաքսիմումներին, որ դուք լավ ստեղ առել եք, չեն հասել այդտեղ, որ վաճառեք։ Չկա տենց մարդ, որովհետև միշտ market maker-ը ժողովուրդ տնենց անեմ, որ դուք առնեք թանկ վաճառեք էժան։ Նենց որ յուրաքանչյուր գործողություն անելուց առաջ ժողովուրդ կատարեք մի հատ տեխնիկական լեհեջ, ֆունդամենտալ ծեխ անալիզ, ինչի մասին է այս քոինը, ինչ է ինքը իրանից ներկայացնում, ինչ բիջի ցիկլ, բլոգերները մի բան ասում են ու վсё, ես չեմ տեսել մի հատ մարդ, որ ռեալ սենց նայի ամեն ինչը վերլուծի, ասի ժողովուրդ հələ մի րոպե, մեզ խաբում են, ինչ բիջի ցիկլ բիտկոինից հետո չկա, բիտկոինը իջավ, սա հետևից իջնելու է, ու կարաք բացեք, կարող է իմ մոտ քոինների քանակը քիչ է, բացեք ձեր քոինները, բացեք նայեք։ Իմ ասածը այսքանն էր, ժողովուրդ, միացեք մեր Telegram-յան ալիքին, սեղմեք լայք, դիզլայք, հավանելու կոճակը, եթե հարցեր կունենաք, մտեք մեր Telegram-յան ալիք, մենք կպատասխանենք այդ հարցերին։ Մեր Telegram-յան ալիքում մենք զբաղվում ենք ֆյուչերսային կոնտրակտների քննարկումներով, եթե կարանք կօգնենք ինչ-որ մեկին, համեցեք, մեծ սիրով կօգնենք բոլորին, ավելի պարզ նայելու այս շուկային, հայեր ջան, մի խաբտվեք ոչ մեկին, կատարեք ձեր անձնական անալիզը, ինձ էլ մի հավատացեք, իմ խորհուրդը ձեզ, մի հավատացեք, արեք ձեր անալիզը, ու կապ չունին, հարցը վերաբերվում է կրիպտոյին, հարցը վերաբերվում է, չգիտեմ, ինչ-որ ֆինանսական բուրգին, բանկին, արեք ձեր սեփական անալիզը ու ռեալ նայեք ամեն ինչին, միֆերով մի ապրեք, մի նայեք, կողից ինչ են ասում, դուք դրան հավատացեք, հենց մարդու արդյունքին չհասնելու միակ պատճառը է դա, որ ինչ-որ մեկը կողից ասում է, էդի չի լինի, կամ էդի տենց է, ու դուք հավատում եք, ասում եք, հա, եթե ինք ասում է, էդի տենց է, ուրեմն էդի տենց է, ասում է, եթե բիտկոինը վաճառում են, այդ լիկվիդնեսը մտցնում են ալտքոինների մեջ, ուրեմն տենց է, տենց չի ժողովուրդ, ֆակտ ես հիմա ձեզի փաստերով ապացուցեցի, իսկ լիքը մարդիկ կան, որ ասում են տենց բան չկա, ինչ ես ասեմ, էդի անհնարին է, գնա գրաֆիկ բացան նայա, բայց ինքներդ չեք նայե գրաֆիկ, շատ շնորհակալ եմ հետևելու համար, միացեք մեր Telegram-յան ալիքին, մինչ հաջորդ